Ճգնավոր դառնալու համար ընտանիքից թաքուն միայնակ Գառնիի սարերը բարձրացած 14-ամյա Վահեն լայն ժպիտով է դուրս գալիս ոստիկանության շենքից, ավելի քան 3 ժամ հարցաքննությունից հետո։ Ուղղակի որոշեցի գնամ մի քիչ ման գամ, հետո էլի հետ գամ։ Ասում է իրեն լավ է զգում, գել ու գազանի չի հանդիպել գիշերը, մի քերծվածք էլ չունի։ Գիշերը մնացել եմ, տենց մի քանի ժամ քնել եմ, հետո էլի զարթնում եմ։ Չես վախեցել, որ այդտեղ կան գազաններ, չգիտեմ։ Չէ, գազաններ չկան։ Գրկախառնվում է ոստիկանության բակում իրեն սպասող ընկերների ու եղբոր հետ եւ հեռանում։ Մայրը Գայանեն թեթևացած շունչ է քաշում։ Ասում բա ո՞նց հաց չես կերել։ Ասում ես կուշտ էի։ Պետք չէր որ ես հաց ուտեի։ Ես անընդհատ այնքան կուշտ էի, ոնց որ ինչ որ շատ բաներ կերած լինեի։ Հետո էլի չգիտեմ իմ այդ երեխեն ոնց ազգացե, ես դա չեմ կարող էլի զգամ, այդ ինքն ազգացել։ 14-ամյա Վահեին Գառնիի սարերում այս կիսաքանդ եկեղեցում են գտել։ Գառնեցի մի տղամարդ է նկատել տղային, միանգամից ճանաչել համացանցում տարածված լուսանկարով։ Պատմում է Վահեի հայրը, որ ամբողջ գիշեր աչք չի կպցրել։ Պատահական մարդ գտել է ու ձեռքից բռնել է, ինքը բայց չի բան արել։ Չի ընդդիմացել, հա։ Ու ինքն է զանգել եղբորը, ասել է լավ, ես իջնում եմ արդեն։ Իրավապահները պատանուն միանգամից տարել են ոստիկանություն հարցաքննության։ Դպիրի հագուստ, մի ավետարան, 3 կտոր հաց, անձեռոցիկ, մի շիշ ջուր է եղել տնից փախած տղայի պայուսակում։ Ոստիկանության շենքի բակում լրագրողներին ցույց է տվել մեծ եղբայրը։ Ամբողջ գիշերը չենք քնել, առավել ենք։ Վահեն հուլիսի 29-ի առավոտյան ժամը 10-ի սահմանում է տնից դուրս եկել մորը պինդ, շատ պինդ գրկելուց ու աշխատանքի ճանապարհելուց հետո։ Առավոտյան ես աշխատանքի էի գնում, ինքը շատ ուրախ էր։ Ինձ փաթաթվեց, պաչեց, Հա, միշտ ես եմ իրան փաթաթվել, պաչել, բայց այդ օրը մի ուրիշ ձևով ինձ փաթաթվեց, պաչեց, գրկեց։ Ես էլ իրան գրկեցի, Վահե ջան ասեցի, դե գնում եմ ես աշխատանքի, մինչև կվերադառնամ։ Բայց ով կմտածեր, որ բան կանի, կգնա կկորի տնից։ 9 էջանոց նամակ է թողել տանը։ Ուզում եմ ճգնավոր դառնալ, էլ տուն չեմ գալու, ինձ չփնտրեք, Գառնու սարերում եմ լինելու։ Այս տողերից են ծնողները հասկացել, Գառնիի կողմ է գնացել տղան։ Իր 9 էջանոց նամակների մեջ մենք գտանք մի հատված, որտեղ գրած էր ես կլինեմ Գառնու սարերում եւ կդիմավորեմ լուսաբացը։ 9 էջանոց նշել է համար 1, H համար 1, H համար 2, ինձ, մամային առանձին, եղբորը, այնտեղ բոլորը չկարդացին, չհասցրեցի, սիրտել չկար։ Երևան գողթ ավտոբուսի վարորդը Վահեի որոնման մասին լուրը կարդալուց հետո զանգել է մորն ու ասել, որ տղան իջել է գողթի 2-րդ լցակայանի մոտ։ Այս տեսագրության մեջ երևում է ինչպես է տղան պայուսակը ուսին քայլում գողթի ոլորաններով։ Գնացել է գողթ գյուղում իջել է, այդ ոտքով գնացել է Գառնի, Սուրբ Սարգիս եկեղեցի ոնց որ թմբի վրա Սուրբ Սարգիս ասեց գիշերը մնացել է երևի իր ասելով կես ժամը քնել ու ամբողջ գիշեր ման է եկել մտածել է ու պատճառներ երբ որ քննիչը արձրեց ասեց ուզում էի մենակ մնալ։ Վահեն միշտ է մենակություն սիրել, պատմում է հայրը։ Մեծ տղայի համեմատ ավելի ինքնամփոփ է, բայց ով կպատկերացներ, որ կուզի ճգնավոր դառնալ ու առանձնանալ Գառնիի սարերում։ Ինքը մենակություն սիրող խասյաթ ունի, խորը adekvat երեխա է, ուղղակի մի քիչ փակ է, չի կիսվում։ Դրա համար մենք չէինք հասկանում, որ ցենց բան կարող է անի ինքը։ Մայրը վստահ է, տղան սրբերի մասին պատմություններից է տպավորվել։ Վերջին շրջանում ուսումնասիրում էր Մարիամ Եգիպտացու ճակատագիրը։ 5-րդ դարի սուրբը երիտասարդ տարիքում հեռացել է տնից, գնացել անապատ ու 40 տարի ապրել որպես ճգնավոր, ապաշխարության ու աղոթքի մեջ։ Բայց մտածում եմ, որ այդ Մարիամ Եգիպտացուց է շատ խոսում, որ ինքը վատ կյանքով է ապրել, հետո ոնց է սրբացել։ Չգիտեմ, իր մեջ շատ ուժեղ տպավորվել էր ու հրեշտակը ասում է, չէ, Մարիամ Եգիպտացուն, որ կգնաս կճգնես, իրան հրեշտակն ասել, ասա, բա քեզ ով ասել, քեզ ոչ մեկ չի ասել, դու ինչ ես ինքնագլուխ գնացել։ Աստվածաշունչը միշտ Վահեի ձեռքին է։ Տղան միշտ գնացել է Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի քահանան էլ չի կասկածել, թե տղան կարող է ճգնավոր դառնալու ցանկություն ունենալ։ Դե ինքը մանկուց միշտ այդ սեր ուներ էլի այդ գրականությանը եկեղեցու հանդեպ, չգիտեմ,
բայց դե չէր կարելի էլի ծնողներին այսքան նեղություն տալ ու գոնե եթե ինքը այդ որոշումը կայացրել էր, գոնե մեզ ասեր, մենք հանգիստ լինեինք, որ ինքը որտեղ է գտնվում, բայց որ չասի ու սենց անորոշ վիճակում ընկնենք իրան մանգակ, այդ շատ վատ բան է, իր արածը շատ վատ բան է։ Վահեն հասկացել է սխալը, վստահ է հայրը, ասում է ոստիկանությունում ամաչում էր նայել իր եւ մոր աչքերի մեջ։ Ես ձեն չհանեցի, մի հատ իրան գրկեցի, ինքը հասկացավ ու աչքերիս մեջ չէր նայում։ Այսինքն ինձ թվում է հասկացա, որ չի կարելի մյուս անգամ։ Բայց վստահ եք։ Չէ, վստահ չենք, պիտի հետևենք, վստահ չենք։ Լիլիթ Գասպարյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։